Արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի եւ Հայաստան Եվրոպական միություն Անդրանիկ գագաթաժողովի շրջանակներին, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում բացած խորհրդարանական ընտրությունների միջոցով եւ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Կին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառայցած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար, արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին կխոսի։ Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության տեխնատուի կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաեւ, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Հարգելի գործընկերներ, վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան Եվրոպական միություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում կապակցվածության ոլորտում։ Դրա վառ ապացույցը Հայաստան Եվրոպական միության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան Եվրոպական միություն կապակցվածության նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաեւ համապատասխանաբար վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային 3 անցակետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության եւ հաստատման նամակի ստորագրումն է։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման եւ հատկացման հարցը։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջապակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև
էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցել նաեւ թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում, միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի Եվրոպական միության մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ եւ թվային մալուխի ծրագրերին։ Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա, թույլ տվեք եւս մեկ անգամ ձեզ հայտնել երախտագիտությունս սերտ գործընկերության եւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ։ Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության, Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականը իրականություն դարձնել։ Հա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք